Պարսից ծոցի անվտանգությունը կարող է ապահովել միայն տարածաշրջանային երկրների համագործակցության միջոցով, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Այս ռազմավարական կարևոր տարածաշրջանի անվտանգությունը կարող է ապահովել միայն տարածաշրջանային երկրների համագործակցության միջոցով, նշել է նախագահը։ Վերջինս նաև մեղադրել է Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին Պարսից ծոցում ցանկացած անկայունության համար։ Մեծ թվով երկրներ հետաքրքրված են Մերձավոր Արևելքում հակամարտության երկարաձգմամբ, մասամբ այն պատճառով, որ քաոսը շահույթ է բերում։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Քաոսը շահույթ է բերում եւ հսկայական թվով երկրներ եւ հսկայական թվով ուժեր հետաքրքրված են այս հակամարտության երկարաձգմամբ, ասել է նա, անդրադառնալով Մերձավոր Արևելքում հակամարտությանը։ Մի շարք եվրոպական երկրներ համառորեն փորձում են վերակենդանացնել նացիզմը նոր ձևով, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Կասկած չկա, որ ներկայիս պայմաններում հայրենական մեծ պատերազմի հիշողությունը ունի ոչ միայն պատմական, այլև գործնական նշանակություն, հաշվի առնելով մի շարք եվրոպական պետությունների համառությունը նացիզմը նոր ձևով վերակենդանացնելու հարցում, ասել է Լավրովը Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբայևի հետ ընդլայնված բանակցությունների ժամանակ։ Նա հավելել է, որ Ռուսաստանի եւ Ղազախստանի միջև հարաբերությունների ամենակարևոր կողմերից մեկը հայրենական մեծ պատերազմի հիշողությունն է։ Երկրները միշտ միասին են նշում մեծ հաղթանակի տարեդարձը, երկու երկրներում անցկացնելով հատուկ միջոցառումներ։ ԱՄՆ ռազմածովային շրջափակումը սպառնալիք է ամբողջ աշխարհի համար, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Ապրիլի 29-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, մտադիր է պահպանել Իրանի ռազմածովային շրջափակումը մինչև Թեհրանի կողմից իր միջուկային ծրագրի լիակատար հրաժարումը, նշելով այս ճնշման ավելի մեծ արդյունավետությունը համեմատած ռազմական հարվածների հետ։ Իրանի նախագահը իր հերթին նշել է, որ Իրանի հակառակորդները փոխել են իրենց մոտեցումը դրան դիմակայելու հարցում եւ անցել են տնտեսական ճնշման, այդ թվում Իրանի ծովային շրջափակման եւ երկրի ծովային առևտրի սահմանափակումների։ Ֆինլանդիայի միջուկային զենքի տեղակայման հարցը չի բարձրացվել մինչև երկրի հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելը, հայտնել է ֆին քաղաքական գործիչ, Ազատության դաշինք կուսակցության անդամ Արմանդո Մեման, մեկնաբանելով Ֆինլանդիայի իշխանությունների կողմից երկրում միջուկային զենքի ներմուծումն ու պահպանումը թույլատրելու ծրագրերը։ ՆԱՏՕ-ին անդամակցելուց առաջ միջուկային զենք տեղակայելու գաղափարը բացառվում էր, բայց Ֆինլանդիային ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո այն հանկարծակի դարձավ առաջնահերթություն, նշել է քաղաքական գործիչը։ Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն հացահատիկ եւ պարարտանյութ։ Այս մասին հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Նշվում է, որ բեռը ուղարկվելու է Բիլաջարի կայարանից։ Նշենք, որ հացահատիկի նախորդ խմբականակը Հայաստան է ուղարկվել ապրիլի 24-ին եւ բաղկացած էր 5 վագոնից։ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ գործարար Սամվել Կարապետյանը հարցազրույց է տվել լրատվամիջոցներին, նա մի շարք հայտարարություններ է արել։ Մասնավորապես Սամվել Կարապետյանը հայտարարել է իրենց հաղթանակն անխուսափելի է։ Հարցին թե որտեղից վստահություն է, որ առաջիկա ընտրություններում հաղթելու են, Կարապետյանը պատասխանել է։ Մենք գնում ենք բացարձակ հաղթանակի։ Մի քանի օր առաջ Գագիկ Ծառուկյանը եւ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեցին, որ իրենք աջակցելու են առաջի հաղթող ուժին, քանի որ մենք վստահ ենք մեր հաղթանակի մեջ, դա նշանակում է, որ իրենց հայտարարությունը մեր մասին էր։ Մեզ վստահություններ շնչում է մեր ժողովուրդը, մեզ վստահություններ շնչում են բոլոր հարցումները։ Ես այն մարդ եմ, ով Ռուսաստանից Հայաստան է վերադարձել հիմնական ռազմավարական ակտիվները, Փաշինյանի այդքան սիրած էլեկտրական ցանցերը ես վերադարձրել եմ Հայաստանին, Հրազդանի ջեկը նույնպես վերադարձրել եմ Հայաստանին, ինչպես նաև Սևան Հրազդան կասկադը, հիմա էլ ես եմ վերադառնում Հայաստան, հայտարարել է ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդը։ Կարապետյանը հայտարարել է նաև, որ պատերազմ չի լինի, որովհետև սեպտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյան չի լինի։ Ես վստահեցնում եմ, սեպտեմբերին պատերազմ չի լինի, որովհետև սեպտեմբերին Փաշինյանը չի լինի։ Հայաստանին սպառնում է երկու մարդ՝ Ալիևը եւ Փաշինյանը։
Եվրամեդիա 24-ին տված բացառիկ հարցազրույցում Հայաստանի Հանրապետությունում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին անդրադարձել է ԱՄՆ-Իսրայել-Իրան հակամարտությանը։ Նա խոսել է ԱՄՆ-ի հարձակման մասին եւ ասել, որ Թրամփը պատերազմում չի հաղթել եւ բանակցություններում փորձում է պայմաններ թելադրել։ Իսկ այդ ագրեսիային Իրանը ցույց է տվել իր դիմադրությունը։ Իհարկե, իրենց հաշվարկները սխալ էր եւ 2-3 հանգամանքից ելնելով էր, որ նրանք որոշել էին, որ այդ հարձակումը իրականացնեն։ Իհարկե, մեր քաղաքական համակարգը չնայած այդ ագրեսիայի հարձակման առաջին իսկ պահերին նահատակվեց մեր հեղափոխության գերագույն առաջնորդը, սակայն շատ միասնական ձևով մեր համակարգը առաջնորդվեց եւ շարունակեց իր գործընթացը։ Եվ ինչպես նաև ռազմական ոլորտում նրանց թվում էր, թե Իրանին կպարալիզացնեն, սակայն շատ հաստատակամ կերպով Իրանը պատերազմը շարունակեց, դիմադրեց այդ պատերազմին։ Նրանց հաշվարկը հետևյալն է, որ հնարավոր է այդ ագրեսիայի հետևանքով քաղաքացիները որպես բողոքի ակցիա դուրս գան փողոց եւ փաստորեն մարտահրավեր նետեն իշխանությանը, սակայն ճիշտ հակառակը տեղի ունեցավ եւ դա նաեւ հասարակության համերաշխության եւ միասնության պատճառ դարձավ։ Եվ ինչպես նաև պլանավորել էին, որպեսզի տերորիստական խմբեր այդ պատերազմի ընթացքում նաև մուտք գործեն երկիր եւ Իրանը ներսից փորձեն խժդժություններ առաջացնել, սակայն այն զգուշացումները, որոնք եղան Իրանի կողմից, նրանք դրա համարձակությունը չունեցան, որ այս կերպ նաև միջամտեն պատերազմում։ Ապրիլի 29-ին ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն ընդունել է Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկայ են նաև ուժեղ Հայաստան դաշինքի եւ Ապրելու երկիր կուսակցության ղեկավար կազմի ներկայացուցիչները։ Այս մասին հայտնել է Հայաքվեն։ Հանդիպման ընթացքում ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի ներկայությամբ ուժեղ Հայաստան դաշինքի համակարգող ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը եւ Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը ստորագրել են համագործակցության հուշագիր, որով կողմերը հանձնեն առել որելու իրենց ջանքերը ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների միջոցով հասնելու գործող վարչախմբի հեռացմանը եւ նոր ազգային իշխանության ձևավորմանը։ Այդ նպատակով ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը եւ Հայաքվե միավորումը համաձայնել են միասին իրականացնել նախընտրական քարոզարշավը, ելնելով իրենց քաղաքական ծրագրերի առավելագույն համադրումից, ինչպես նաեւ համատեղ իրականացնել ընտրական գործընթացի օրինականության վերահսկողությունը։ ԱՄՆ-ն պարտվել է Իրանի հետ պատերազմում եւ այժմ փորձում է այն փոխհատուցել բանակցությունների սեղանի շուրջ։ Նման տեսակետ է հայտնել Եգիպտոսում Իրանի դեսպան Մոջթաբա Ֆերդոուսի Փուրը։ ԱՄՆ-ն պարտություն է կրել մարտադաշտում համաշխարհային տնտեսության, էներգետիկայի եւ արժութային հատվածների առումով, քանի որ դոլարային գործարքները նվազում են։ Նրանք պարտություն կրեցին, բայց փորձում են հաղթանակի հասնել բանակցությունների սեղանի շուրջ եւ դիվանագիտության միջոցով, կարծում է դեսպանը։ Նա հավելել է, որ հանրապետությունը բոլոր հարձակումներից հետո իրավունք ունի չբանակցել, այլ պահանջել մյուս կողմից այն, ինչ ուզում է։ Զգուշացում Ադրբեջանին, Արաբական Միացյալ Էմիրություններին եւ Իրաքյան Քուրդիստանին։ Իրանի նախկին արտգործնախարար եւ ներկայումս խորհրդարանի падգամավոր Մանուչեհր Մութթաքին հայտարարել է. Փորձագետները կարծում են, որ Իսրայելի կողմից Իրանի հյուսիսին հասցված հարվածների ժամանակ օգտագործվել են Ադրբեջանի օդային տարածքն ու օդանավակայանները։ Նաեւ իրականացվել է վառելիքի մատակարարում Ադրբեջանի տարածքից։ Մենք հարևան ենք այս երկրների հետ եւ ցանկանում ենք լավ հարաբերություններ ունենալ, սակայն այս հարցերը պետք է պարզաբանվեն։ Իսրայելի դեսպանությունները հանդիսանում են լրտեսների հավաքագրման կենտրոններ եւ առաքելություններ են իրականացնում Իրաքի հյուսիսում, Բաքվում, Աբու Դաբիում եւ այլ վայրերում։ Այս առումով ամենավատ աշխատանքը կատարել են Միացյալ Արաբական Էմիրությունները։ Եթե պատերազմը կրկին սկսվի, Իրանը գիտի բոլոր այն սիոնիստների ներդրումների հասցեները, որոնք քաղաքացիություն են ստացել Արաբական Միացյալ Էմիրություններում եւ կհարվածի նրանց։ Ադրբեջանը, Իրաքի հյուսիսը եւ ԱՄՆ-ի բազաները Պարսից ծոցում պետք է կարգավորվեն։ 47 տարվա Իրանի բարի կամքը չարաշահվել է։ Մենք համագործակցել ենք Օմանի հետ եւ նրանք ընդունել են Իրանի դիրքորոշումները, իսկ Էմիրությունները Իրանի նկատմամբ վատ է վարվել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լուսանկար է հրապարակել Հորմուզի նեղուցն անվանելով Թրամփի նեղուց։ Լուսանկարում պատկերված է Պարսից եւ Օմանի ծոցերի քարտեզը, որոնց միջև տանկերներն անցնում են Թրամփի նեղուցով։ Թրամփը մարտ ամսին արդեն կատակով Հորմուզի նեղուցը անվանել էր Թրամփի նեղուց։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավար ծովակալ Բրեդ Քուփերը ապրիլի 30-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար հատուկ ճեպազրույց կանցկացնի Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսման նոր հնարավոր սցենարների վերաբերյալ, հաղորդում է Axios-ը, հղում անելով իր սեփական աղբյուրներին։ Այս ճեպազրույցը ցույց է տալիս, որ Թրամփը լրջորեն քննարկում է լայնածավալ մարտական գործողությունների վերսկսման հնարավորությունը, կամ բանակցություններում առկա փակուղուց դուրս գալու, կամ պատերազմի ավարտից առաջ վերջնական հարված հասցնելու համար, նշել է լրատվամիջոցը։ Աղբյուրների համաձայն Պենտագոնը պատրաստել է Իրանի դեմ կարճ եւ հզոր հարվածների ալիք սկսելու ծրագիր երկխոսության փակուղուց դուրս գալու հույսով։ Լրատվամիջոցի տվյալներով մի շարք հարձակումներից հետո ԱՄՆ-ն հույս ունի ճնշում գործադրել Իրանի ղեկավարության վրա, վերադառնալու բանակցությունների սեղանի շուրջ եւ ցուցաբերելու ավելի մեծ ճկունություն։ Բրիտանական Spectator ամսագրի տվյալներով Գերագույն Ռադայի անդամների փախուստը Ուկրաինայից լուրջ սպառնալիք է երկրի ղեկավար Վոլոդիմիր Զելենսկուի իշխանության համար։ Հրապարակումը նշում է, հակամարտության սկսվելուց ի վեր Զելենսկին ռազմական դրության պայմաններում կառավարում է առանց ընտրությունների։ Ավելին, փախուստների շարքը նշանակում է, որ նախագահը շուտով կարող է կորցնել իր ամբողջ խորհրդարանական մեծամասնությունը։ Խորհրդարանի մեկ անդամ անցյալ ամիս փախել է Կանադա։ Եթե մեկ ուրիշը հեռանա, Զելենսկին կկորցնի իր ազդեցության մեծ մասը եւ ի վերջո ստիպված կլինի կոալիցիա փնտրել, նշվում է հոդվածում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնել է նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Զրույցը տևել է ավելի քան 1.5 ժամ, ասել է Ուշակովը։ ԱՄՆ ռազմական շրջափակման պայմաններում ավելի քան 20 նավ է կուտակվել իրանական Չաբահար նավահանգստում, որը գտնվում է Օմանի ծոցի ափին։ Այս մասին հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։ Զինվորականները պարզաբանել են նախքան Վաշինգտոնի կողմից այս միջոցառումների կիրառումը նավահանգստում միջինում խարիսխ էր դրված կամ կանգ էր առնում 5 նավ։ Այսօր ավելի քան 20 նավ գտնվում է Չաբահարում, քանի որ ԱՄՆ ուժերը շարունակում են խաթարել Իրանից տնտեսական առևտուրը շարունակական շրջափակման ընթացքում, նշվում է հրապարակման մեջ։ ԱՄՆ հետախուզական գործակալությունները վերլուծում են Իրանի հնարավոր արձագանքը, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միակողմանիորեն հաղթանակ հռչակի Մերձավոր Արևելքի հակամարտությունում, հաղորդում է Reuters-ը, հղում անելով աղբյուրներին։ Գործակալության տվյալներով հետախուզական համայնքը ուսումնասիրում է այս սցենարը ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների խնդրանքով, ինչպես նաև այլ հնարավոր սցենարներ։ Նպատակն է հասկանալ Թրամփի հնարավոր դուրս գալու հետևանքները հակամարտությունից, որը որոշ պաշտոնյաների եւ խորհրդական կարծիքով կարող է հանգեցնել հանրապետականների զգալի կորուստների այս տարվա վերջին կայանալիք միջանկյալ ընտրություններում, նշվում է զեկույցում։ Գործարար Սամվել Ալեքսանյանը պատրաստվում է Հնդկաստանից 350,000 կիլոգրամ գոմեշի միս ներկրել, ինչպես նաև 900,000 կիլոգրամ խոզի ճարպ Իտալիայից եւ 300,000 կիլոգրամ հավի կրծքամիս Չինաստանից, որն արտադրված է ԱՄՆ-ում։ Ընդհանուր խոշոր գործարարը ծախսելու է 1 միլիարդ 640 միլիոն դրամ։ Ալեքսանյանը դիմել է կառավարությանը ներկրվող մսամթերքի մաքսատուրքից ազատվելու համար։ Մաքսատուրքը կազմում է 270 միլիոն դրամ։ Այսօր արդեն կառավարությունը արտոնություն է տվել գործարարին եւ ազատել մաքսատուրքից։ Հայաստանի Հանրապետությունում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիշիր Ղոլամին բացառիկ հարցազրույց է տվել Եվրամեդիա 24-ին։ Դեսպանն անդրադարձել է ԱՄՆ-Իսրայել-Իրան պատերազմի վերաբերյալ մի շարք հարցերի։ Նա խոսել է Թրամփի վարած քաղաքականության մասին եւ նշել, որ պատերազմում նա չի հաղթել եւ բանակցություններում փորձում է պայմաններ թելադրել։ Թե դու ինչ-որ պատերազմ ես մեկնարկել եւ խաղաղության եւ հաջողության չես հասել պատերազմում, դու չես կարող բանակցություններում ինչ որ պահանջներ ներկայացնես։ Թրամփը պատերազմում չի հաղթել, իր նպատակներին չի հասել, դրանով հանդերձ նա բանակցություններում փորձում է նաեւ պայմաններ թելադրել։ Պայմանները շատ փխրուն են եւ բոլորին դա քաջ հայտնի է։ Բնականաբար Թրամփը շատ մտահոգված է, նա չի ցանկանում ետ վերադառնալ
այս պատերազմին, որովհետև նա շատ քաջ գիտակցում է, որ դա կլինի հյուծիչ պատերազմ։ Իհարկե, մենք ցանկացած պարագայում, ցանկացած սցենարի համար պատրաստ ենք եւ մեր ցանկությունները եւ մեր պահանջները ներկայացրել ենք միջնորդ կողմին։ Եվրամեդիա 24 հեռուստաընկերության հաղորդակցության զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի եւ Երևանի պետական համալսարանի ռուսական ուսումնասիրությունների կենտրոնի միջև տեղի է ունեցել պանելային քննարկում։ Քննարկման առանցքային թեմաներն են Հարավային Կովկասում ընթացող հիմնական քաղաքական, տնտեսական եւ տեղեկատվական գործընթացները, ինչպես նաեւ տարածաշրջանային ուժերի հավասարակշռությունը, կայունությունը, համագործակցությունը եւ հասարակական տրամադրությունների վրա ազդող գործոնների փորձագիտական գնահատումն ու վերլուծությունը։ Քննարկմանը մասնակից ՍԻՄ կուսակցության նախագահ քաղաքական գործիչ Հայկ Բաբուխանյանն անդրադարձել է սոցիալական հարցերի ազդեցությանը երիտասարդների, ընտանիքների, կրոնի մասին պատկերացումների ձևավորման վրա։ Երիտասարդությանը զրկում են քննադատական մտածողության հնարավորությունից, աղբյուրների հետ աշխատելու կարողությունից, ուսումնասիրվող հարցերին բազմակողմանի մոտենալու հնարավորությունից եւ այլն։ Սա առաջինը, երկրորդը տեղի է ունենում ինքնատիպության ոչնչացում։ Սա էլ հենց սոցիալական ցանցերի այսպես կոչված նպատակներից մեկն է հանրությանը դարձնել հեշտ որս։ Ցանկացած երկիր, ցանկացած հասարակություն, ցանկացած սոցիում դառնում է հեշտ թիրախ նրանց համար, ովքեր փորձում են տիրապետել այդ սոցիումին։ Հաջորդը ավանդական ընտանիքի քայքայումն է, հասարակության համախմբան գաղափարի քայքայումը, սերունդների միջև կապերի խզումը։ Եվ կրոնը սա հիմնականներից մեկն է։ Հիմնական թիրախներից մեկը հենց կրոնի դեմ ուղված հարվածն է, քանի որ կրոնը հիմնականում հանդիսանում է այն ավանդական արժեքների հենարանը, որոնց վրա պահվում է հասարակությունը։ Այսինքն, օրինակ ասենք Հայաստանի պարագայում փորձեր են արվում հասարակությունից դուրս բերել զարգացման առանցքային հենասյուներից մեկը, հոգևոր արժեհամակարգը, որը որպես ինստիտուտ կրոնն է, եւ դա հանգեցնում է հասարակության ինքնաոչնչացմանը, այսինքն նույնիսկ այլևս կարիք չի լինում ինչ-որ բան անել, այն սկսում է քայքայվել, ինքն իրեն ուտել։ Իրավապահները խուզարկություններ են իրականացրել ուժեղ Հայաստանի Ավանի գրասենյակում բերման ենթարկված քաղաքացիներ կան։ Այս մասին հայտնել են հակակոռուպցիոն կոմիտեից։ Հաստատում են, որ ընտրակաշարք ստանալու եւ բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են մի խումբ անձինք։ Անհրաժեշտության դեպքում ավելի ուշ լրացուցիչ տեղեկություն կտրվի, հայտնել են հակակոռուպցիոն կոմիտեից։ Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Արթուր Ավանեսյանը կանդասը հացադուլ է հայտարարել Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում։ Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ հայտնի հետախույս հրամանատար Արթուր Ավանեսյանը ձերբակալվել է ապրիլի 27-ին հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում, ըստ հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության նա մեղադրվում է ընտրակաշառքի խոստում տալու մեջ, դատարանը կանդազին 2 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։ Կրեմլը հայտարարել է, Տոապսե քաղաքում տեղի ունեցած նավթամթերքի արտահոսքը կապված է ուկրաինական անօդաչու սարքերի հարվածների հետ։ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով տվյալ նավթը նախատեսված էր արտահանման պայմանագրերի կատարման համար։ Վերջինս նշել է, տեղի ունեցածը անմիջական հետևանք է ուկրաինական ուժերի կողմից իրականացված հարվածների։ Նրա խոսքով վնասված օբյեկտները կարևոր նշանակություն ունեն Ռուսաստանի էներգետիկ մատակարարումների համար։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, Կիևը սկսում է զենքի արտահանումը։ Նրա խոսքով Ուկրաինայի նախագահը հանձնարարել է Ուկրաինայի անվտանգության ծառայությանը եւ ուկրաինական հետախուզությանը կազմել այն երկրների ցանկը, որոնց զենքի արտահանումը արգելված է Ռուսաստանի հետ համագործակցության պատճառով։ Զելենսկին պարզաբանել է, Կիևը չի ցանկանում, որ Մոսկվան հասանելիություն ունենա ուկրաինական տեխնոլոգիաներին եւ զենքին։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի Ուկրաինայի կողմից տարածքների կորստի մասին արված դիտարկումները որևէ առանձնահատուկ բան չեն, եւ նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նույնպես խոսել է դրանց մասին, հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։ Նույնիսկ Ուկրաինայի նախագահը ինքը ընդունում է այն գնահատականը, որ Ուկրաինան կարող է ստիպված լինել հրաժարվել որոշ տարածքներից այս պատերազմի ավարտին, եթե հուսով եմ այն շուտով ավարտվի, այնպես որ սա հատկապես առանձնահատուկ հայտարարություն չէ, նշել է Պիստորիուսը։ Նախկինում Մերցը հույս էր հայտնել, որ որոշ պահի Ռուսաստանի հետ կկնքվի խաղաղության պայմանագիր, սակայն նա խոստովանել էր, որ այդ դեպքում ուկրաինական տարածքի մի մասը կդադարի լինել ուկրաինական։
Ռուսաստանում կոշտ արձագանք են տվել Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի հայտարարություններին, կապված Ռուսաստանի շուրջ հնարավոր լարվածության հետ։ Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսեյ Չեպան հայտարարել է. նման հայտարարությունները կարող են ազդել բրիտանական թագավորական ընտանիքի հեղինակության վրա եւ արդեն իսկ քննարկումներ են առաջացրել դրա ապագայի շուրջ։ Նրա խոսքով թագավորական ընտանիքի ներկայիս դիրքորոշումները էականորեն տարբերվում են նախկին քաղաքական գծից։ Նա հիշեցրել է, նախկինում Եղիսաբեթ II-ը հանդես էր գալիս որպես խաղաղության գաղափարի կրող, մինչդեռ այժմ նրա գնահատմամբ հնչում են ավելի կոշտ եւ վիճահարույց հայտարարություններ։ Պատգամավորը նաև կարծիք է հայտնել, ապագայում Չարլզ III-ը եւ նրա ժառանգները կարող են չպահպանել նույն ազդեցությունը, իսկ թագավորական ինստիտուտի դերը կարող է թուլանալ։ Միաժամանակ եվրոպական անվտանգության թեման շարունակում է մնալ քննարկումների կենտրոնում, տարբեր կողմերից հնչող հակասական գնահատականներով։ Վաշինգտոնի եւ Պեկինի միջև լարվածությունը սրվում է Իրանի եւ արհեստական բանականության շուրջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինփինի միջև գագաթնաժողովից առաջ հաղորդում է Bloomberg-ը։ Հրապարակման համաձայն առաջնորդները ձգտում են կայունացնել երկու երկրների միջև հարաբերությունները։ Միաժամանակ նրանք շտապում են ամրապնդել իրանական նավթի եւ արհեստական բանականության հետ կապված ռազմավարական խոցելիությունները։ Գործակալությունը հիշեցրել է, ապրիլի 24-ին Միացյալ Նահանգները պատժամիջոցներ կիրառեց Չինաստանի խոշորագույն անկախ նավթավերամշակման գործարաններից մեկի Hengli Petrochemical-ի նկատմամբ, մեղադրելով նրան իրանական նավթ գնելու մեջ։ Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողության արժեքը գերազանցել է 65 միլիարդ դոլարը, հաղորդում է Iran War Cost Tracker-ը։ Գործողության սկսվելուց անցել է 59 օր։ Այս պահին ԱՄՆ ծախսերը հասել են այս մակարդակին։ Iran War Cost Tracker-ը թարմացրել է տվյալները իրական ժամանակում եւ հաշվարկել անձնակազմի տարածաշրջանում տեղակայված նավերի եւ այլ հարակից ծախսերի պահպանման համար անհրաժեշտ միջոցները։ Հաշվարկի մեթոդաբանությունը հիմնված է Կոնգրեսին ուղղված Պենտագոնի զեկույցի վրա, որտեղ նշվում էր, գործողության առաջին 6 օրերը արժեցել են 11.3 միլիարդ դոլար, իսկ հետագայում ծախսերը կանխատեսումների համաձայն կհասնեն օրական 1 միլիարդ դոլարի։ Հայաստան ժամանած ադրբեջանական պատվիրակության ղեկավար Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևի գլխավորած պատվիրակությունն այսօր Աղվերանի հյուրանոցներից մեկում էր։ Հյուրանոց տանող ճանապարհը ոստիկաններն արգելափակել էին, լրագրողներին թույլ չէին տալիս մոտենալ հյուրանոցի տարածքին։ Շահին Մուստաֆայևը ցանկություն է հայտնել, որ անպայման այցելի Տավուշի մարզի նոյեմբերյան տարածաշրջանի Ջուջաև բնակավայր։ Նա ծնվել է 1965 թվականի հունիսի 13-ին Ջուջևան գյուղում, մանկությունն անցել է այնտեղ։ Ապրիլի 28-ին Փարիզում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի եւ Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի մասնակցությամբ տեղի է ունեցել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությունը։ Դեսպանության առջև Արարատ Միրզոյանը բարձրացրել է Հայաստանի Հանրապետության եռագույնը հանրապետական զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են երկու երկրների ազգային օրհներգերը եւ ժապավենի կտրելու արարողությունից հետո պաշտոնապես ազդարարվել է դեսպանության բացումը։ Կայացել է Հայաստանի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների հանդիպում։ Հայաստանի Հանրապետությունում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրխոլամին բացառիկ հարցազրույց է տվել Եվրամեդիա 24-ին։ Դեսպանն անդրադարձել է ԱՄՆ Իսրայել-Իրան հակամարտությանը, անդրադարձել է ԱՄՆ-ի բանակցություններին եւ հրադադարի վերաբերյալ քննարկումներին։ Կավոր այս հրադադարին որպես լուրջ հրադադար չէր դիտարկում եւ ի սկզբանե Իրանը գտնում էր, եթե պետք է լինի հրադադար, այն պետք է լինի մշտական եւ կայուն հրադադար։ Իհարկե, երբ որ Իրանը արդեն բանակցում էր, Իրանը այդ բանակցությունների համար նաեւ որոշակի պայմաններ էր առաջարկել եւ նաեւ իր նկատառումները ամերիկյան կողմը դա որպես բանակցությունների հիմք ընդունել էր։ Իհարկե, մինչև բանակցությունների մեկնարկը Թրամփը արդեն սկսեց փոխել իր խոսքը եւ հակասական թուիթներ էր նա ներկայացնում։
Եվրամեդիա 24 հեռուստաընկերության հաղորդակցության զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի եւ Երևանի պետական համալսարանի ռուսական ուսումնասիրությունների կենտրոնի միջև տեղի է ունեցել պանելային քննարկում։ Քննարկման առանցքային թեմաներն էին հարավային Կովկասում ընթացող հիմնական քաղաքական, տնտեսական եւ տեղեկատվական գործընթացները, ինչպես նաեւ տարածաշրջանային ուժերի հավասարակշռությունը, կայունությունը, համագործակցությունը եւ հասարակական տրամադրությունների վրա ազդող գործոնների փորձագիտական գնահատումն ու վերլուծությունը։ Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը խոսել է հիբրիդային պատերազմի մասին եւ նշել. Եթե ամփոփենք, ապա հիբրիդային պատերազմը տաք եւ սառը բաղադրիչների համադրությունն է։ Պատերազմի տաք փուլը նույնպես ընթանում է մասնավորապես Հայաստանի դեմ։ Մենք իրականում պատերազմել ենք մեր հարևանի դեմ, եղել է պատերազմ, կարելի է ասել երկու պատերազմ։ Այժմ Հայաստանի դեմ իրականացվում են տեղեկատվական եւ տնտեսական պատերազմներ։ 1993 թվականին մեր հարևան Թուրքիան փակեց սահմանը։ Սահմանի փակումը պատերազմի տարր է։ Այսինքն Հայաստանի դեմ տնտեսական ոլորտում նույնպես պատերազմ է ընթանում։ Մասնավորապես մեր հարևան Թուրքիայի Հանրապետության կողմից տեղեկատվական առումով բնականաբար նույնպես ընթանում է տեղեկատվական պատերազմ, փորձում են փոխել հասկացությունները, խորհրդանիշները, այն ամենը, ինչ թանկ է մեզ եւ մեր ժողովրդին։ Reuters-ը հղումանելով իրանցի պաշտոնյաներին եւ վերլուծաբաններին պնդում է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը միայն ամրապնդում է իր ազդեցությունը երկրում։ Պատերազմական ճնշումը իշխանությունը կենտրոնացրել է ավելի նեղ կոշտ գծի մերձավոր շրջանակի մեջ, որը կենտրոնացած է Գերագույն ազգային անվտանգության խորհրդի, Գերագույն առաջնորդի գրասենյակի եւ ԻՀՊԿ-ի վրա, որը այժմ գերիշխում է ռազմական ռազմավարության եւ հիմնական քաղաքական որոշումների կայացման գործում, հաղորդում է գործակալությունը։ Հրատարակության տվյալներով Իրանը պատերազմի ընթացքում դեռևս չի ցուցաբերել քայքայման որևէ նշան։ Եվրոպական հանձնաժողովը կոչ է արել եվրոպական կառավարություններին զերծ մնալ ավիացիոն վառելիքի պակասի վերաբերյալ տագնապալի հայտարարություններից, զբոսաշրջիկներին չվախեցնելու համար։ Այս մասին հայտարարել է տրանսպորտ եւ զբոսաշրջության հարցերով եվրահանձնակատար Ապոստոլոս Ցիցիկոստասը։ Մենք պետք է պատրաստվենք ամենավատ սցենարին, բայց միաժամանակ խուսափենք չափազանց տագնապալի հայտարարություններ անելուց, որոնք կարող են բացասական սպասումներ կամ նույնիսկ խոճապ առաջացնել ուղևորների շրջանում։ Տոնական սեզոնից առաջ, ասել է հանձնակատարը, եթե մեր ավիաուղևորները կամ երրորդ երկրներից ժամանած զբոսաշրջիկները բավականաչափ վստահ չզգան տոմսեր ամրագրելու համար, ավիափոխադրումների ճգնաժամը կառաջանա ավելի շուտ, քան մենք սպասում ենք։ Իր հերթին Ցիցիկոստասը վստահեցրել է, որ Եվրոպական հանձնաժողովը դեռ չի տեսնում Եվրոպայում ավիացիոն վառելիքի պակասի նշաններ, բայց պատրաստում է առաջարկություններ ավիաընկերությունների համար, պակասը կառավարելու համար եւ մտադիր է շաբաթական հիմունքներով վերահսկել իրավիճակը։ Ճապոնիայի իշխանությունները պաշտոնապես հաստատել են իրենց տանկերի անցումը Հորմուզի նեղուցով։ Պարսից ծոցում գտնվող Ճապոնիային կապված նավը անցել է Հորմուզի նեղուցով եւ լքել Պարսից ծոցը, ասվում է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Այն ընդգծում է, որ նավը, որի անձնակազմում կան 3 ճապոնացի քաղաքացիներ, այժմ ուղևորվում է դեպի Ճապոնիա։ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, շարունակելու է ճնշում գործադրել Իրանի վրա բոլոր նավերի, այդ թվում ճապոնական նավերի համար Հորմուզի նեղուցով ազատ եւ անվտանգ անցման համար։ Արտգործնախարարությունը սակայն չի նշել, թե որ ընկերությանն է պատկանում նեղուցով անցած նավը։ Եղանակը առաջիկա օրերին Երևանում ապրիլի 30-ից սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ից 5-ին գիշերը եւ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաեւ քամուշ գնացում 16-ից 19 մետր/վայրկյան արագությամբ։ Հանրապետության տարածքում ապրիլի 30-ի երեկոյան մայիսի 1-ից 5-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, տեղտեղ հնարավոր է կարկուտ։ Քամին հարավարևմտյան 2-ից 5 մետր/վայրկյան։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաեւ քամուշ գնացում 16-ից 20 մետր/վայրկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 30-ից 3-ը կբարձրանա 4-ից 5, 3-ից 4-ին եւս 3-ից 4 աստիճանով։